Ֆուտբոլում երկու բան կա կարևոր՝ եռանդուն աշխատանքը եւ 90 րոպե խաղադաշտում։ Մնացածը կարևոր չէ։ Այս մասին Կոնֆերենցիաների լիգայի անցումային փլեյօֆի Ազալկմարի դեմ հանդիպումից առաջ նախախաղային մամուլի ասուլիսում ասել է Նոայի գլխավոր մարզիչ Սանդրո Պերկովիչը։ Նա նշել է, որ մրցակիցը ուժեղ, դինամիկ թիմ է, անհատապես բարձր որակներով ֆուտբոլիստներով, սակայն Նոան եւս պատրաստ է եւ տեսել է մրցակցի խաղում որոշ դրվագներ, որոնք հնարավոր է օգտագործել։ Նրա խոսքով թիմը շուրջ 2 ամիս պաշտոնական հանդիպում չի անցկացրել, բայց պատրաստ է ֆիզիկապես, մտովի եւ տակտիկապես, իսկ նախապատրաստական փուլում մարզական տվյալները, հատկապես ինտենսիվության ու վազքային աշխատանքների մասով աճել են։ Երկխաղյա դիմակայության մասին խոսելիս տնային կամ արտագնա հաղթականությունն այս փուլում այնքան էլ վճռորոշ չէ։ Խաղը 180 րոպե է, կարծում եմ այս դիմակայությունում ամեն բան որոշվելու է Նիդերլանդներում կայանալիք պատասխան խաղում։ Ցանկացած դրական արդյունք մեզ համար կլինի ընդունելի։ Պերկովիչը հատուկ անդրադարձել է նաև երկրպագուների դերին, հիշեցնելով, որ եվրոպական հանդիպումներում նրանց աջակցությունը առանցքային է եղել։ Երկրպագուները չափազանց կարևոր դեր ունեցան մեզ համար Լեգիայի դեմ խաղում։ Ցանկանում եմ, որ նրանք գան դրական լիցքերով եւ ամեն վարքյան աջակցեն մեր թիմին։ Սովորաբար չեմ սիրում խոստումներ տալ, բայց կարող եմ խոստանալ, որ երկրպագուները հպարտ կգնան տուն։ Հուսամ ոչ մի գոլ չենք ընդունի, առավել եւս արագ կամ անհաջող գոլ։ Անդրադառնալով թիմի կազմին, մարզիչը հայտնել է, որ ձմեռային դադարից հետո մի քանի ֆուտբոլիստներ հեռացել են թիմից, իսկ նորեկներից Միսակ Հակոբյանը եվրոպական հայտացուցակում չկա, հետևաբար առաջիկա եվրոպական խաղերում չի մասնակցի։ Նա խոսել է նաև մարզչական շտաբում փոփոխությունների մասին եւ բարձր է գնահատել ակումբի նոր մարզահամալիրը, ընդգծելով, որ նման պայմանները ժամանակի ընթացքում կարող են Նոային հասցնել նոր մակարդակի։ Ինչ վերաբերում է թիմի հաղթաթղթին, ապա Պերկովիչն ընդգծել է. Մեր հաղթաթուղթը լինելու է թիմը եւ այն, ինչ ցույց ենք տալու խաղադաշտում։ Մեր հաղթաթուղթը նաեւ այն մթնոլորտն է լինելու, որը ապահովելու են երկրպագուները։ Ասուլիսում Պերկովիչին հարցրին հնարավոր պատմական հաջողության դեպքում հաղթանակը տոնելու տարբերակների մասին։ Ֆրինյուզը հիշեցրել է Ժոզե Մորինյոյի լեգենդար վազքը Պորտոյի հետ Չեմպիոնների լիգան հաղթելուց հետո եւ հետաքրքրվել, եթե Նոան 2 խաղերի արդյունքում կարողանա հաղթահարել Ազալկմարի արգելքը, ինչպես է պատրաստվում նշել այն։ Պերկովիչը հումորով է արձագանքել. Ես ամբողջ Երևանով կվազեմ, ոչ միայն խաղադաշտով։ Թիմի կիսապաշտպան Հովհաննես Հարությունյանն էլ խոսել է մարզական հավաքի մասին։ Հարությունյանը հայտնել է, որ այն թիմի համար անցել է նորմալ, անցկացվել են ընկերական խաղեր, իսկ ինքը երկար դադարից հետո աստիճանաբար վերադառնում է լավ մարզավիճակի։ Հարությունյանի խոսքով Ազալկմարը բարձրակարգ թիմ է, ուսումնասիրել են թե ուժեղ, թե թույլ կողմերը, իսկ առաջիկա հանդիպումը պատմական է եւ թիմն ամեն ինչ անելու է երկրպագուներին ուրախացնելու համար։ Գիտենք, որ շատ բարձրակարգ թիմ է, ուսումնասիրել ենք հակառակորդին, ունեն եւ ուժեղ կողմեր եւ իհարկե ցանկացած թիմ ունեն թույլ կողմեր։ Ինչպես նշեցիք, պատմական օր է եւ ամեն ինչ անելու ենք, որպեսզի կարողանանք ուրախացնել մեր ժողովրդին։ Նոայի դեմ խաղից առաջ նիդերլանդական Ազալկմարի գլխավոր մարզիչ Լերոյ Էխտելտն էլ նշել է, որ իր թիմը դեռ որոնումների փուլում է եւ պարտավոր է որակ ցույց տալ հենց մեկնարկային րոպեներից։ Միաժամանակ նա շեշտել է, որ մրցաշարում առաջ գնալու համար առաջնայինը հաղթելն է, այդ թվում UEFA-ի վարկանիշային միավորների համար։ Անդրադառնալով Նոային, Ազալկմարի մարզիչը նշել է, որ Նոան պինդ թիմ է, որի կազմում միջին տարիքը 28-ից բարձր է, ինչը նրա գնահատմամբ խոսում է փորձառության եւ ֆիզիկական պատրաստվածության մասին։ Միևնույն ժամանակ Էխտելդը հավելել է, որ երևանյան թիմը վերջին 2 ամիսներում պաշտոնական հանդիպում չի ունեցել եւ դա կարող է ազդել խաղային ռիթմի վրա, սակայն իրենք սպասում են լուրջ դիմակայության։ Նշենք նաեւ, որ Նոա Ազալկմար հանդիպումը կսպասարկի Իսրայելից նշանակված մրցավարական անձնակազմը։ Գլխավոր մրցավար է նշանակվել Օրել Գրինֆելդը։ Նրան եզրերում կօգնեն Ռոյ Հասանը եւ Իդան Յարկոնին, 4-րդ պաշտոնյան կլինի Գալ Լեյբովիցը, վառի պատասխանատուն Դանիել Բարնատանը։ Հանդիպումը կկայանա փետրվարի 19-ին 21:45-ին Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում։ Սոնա Գիշյան, Տիգրան Ղազարյան, Free News, Ազատ լուրեր։